Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մենք շարունակում ենք մեր այսպես ասած քրդական շարքը, մեր արդեն ձեզ քաջատեղյակ Ապրես Զոհրաբյանի հետ, Արևելագետ, ավելի ճիշտ նույնիսկ մանրամասն բուն քրդագետ նույնիսկ, բարի երեկո պարոն Զոհրաբյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, մի քիչ մենք շուտ հանդիպեցինք նախատեսածից, քանի որ անցած շաբաթ իրադարձություն կատարվեց, որը բավականին անսպասելի էր, ճիշտ է, դրա մասին վաղուց խոսվում էր, բայց անհավանական էր թվում։ Ամեն դեպքում քրդական բանվորական կուսակցությունը որոշում ընդունեց եւ ինքնալուծարվեց։ Ինչ կարող եք ասել սրա շուրջ, ամփոփելով այդ երկար գործընթացը, որ տեղի էր ունենում Թուրքիայում։ Նախ, եթե ամփոփելու լինենք այն հարցը, թե մոտավորապես 50 տարվա իր պայքարի արդյունքում քրդական 50 տարվա պայքարի արդյունքում ՔԲԿ-ն ինչ տվեց, ՔԲԿ-ի պայքարը ինչ տվեց քուրդ ժողովրդին, ապա կարող ենք թվարկել հետևյալը. ուրեմն Արարատյան ապստամբության ճնշումից հետո 1930-ականներին Թուրքիայում կար այնպիսի կեղծ մտայնություն, թե քրդական հարցը հայկական հարցի հետ փակվեց եւ քրդական հարցը թաղվեց Արարատ լեռան վիհերի մեջ։ Սակայն փաստը ցույց տվեց, որ դա այդպես չէ, թե ամփոփելու լինենք, կարող ենք նշել հետեւյալ կետերը, ուրեմն առաջինը դա քրդական ինքնության վերազարթոնք։ Այս 50 տարվա ընթացքում Թուրքիայի տարածքում այդ զարթոնքը ակնհայտ է։ Երկրորդը ձևավորվեց քրդական քաղաքական վերնախավ եւ ձևավորվեց ռազմադաշտային պայմաններում, ինչպես նաեւ բանտային պայմաններում։ Այդ ռազմադաշտային մտավորականությունը արդեն ստանձնեց այդ իր ժողովրդի ազատագրական պայքարը առանց ռազմադաշտային կամ քաղաքական վերնախավի դժվար է պատկերացնել որևէ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հաջողություն։ Երրորդը կարող ենք նշել քրդերին հաջողվեց ստեղծել այդպես նահատակների, պաշտելի նահատակների մի սերունդ կամ փաղանք կամ Նժդեի բառերով ասած մեծ մեռելների այդպես երկնային զորք, եթե այդպես արտահայտենք, այսպես ասած սիմվոլիզմ, այո, դա նույնպես կարևոր է ցանկացած ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հաջողության համար, եթե մենք հղում կատարենք հայկական ազատագրական պայքարին, մենք ֆիդայական այդ 10-րդ դարի վերջի շարժումների համար այդ հերոսների կերպարները գնում էին դեպի միջնադարյան կամ վաղ միջնադար Վարդան Մամիկոնյան, Գևորգ Մարզպետուն եւ Ռաֆու այլ գործերի միջոցով ի վեր հանված այդ հերոսների կերպարը։ Հիմա Օջալանի այս գործողությունը այդ որ սկսել էր նմանատիպ բան ստեղծեց այդ։ Իրականում միջև Օջալանը այդ բանը բացակայում էր որպես այդպեսին կամ կային դրանք շատ հեռու էին կոնկրետ քրդական այդ օրվա իրողություններից այդ հերոսները, որոնք դրանք ինչ որ ձևով նաև առասպելական հերոսներ էին միֆական, բայց ոչ այդ փաղանգով, որը հիմա արդեն իրենցից ներկայացնում է քրդական շարժման պես էլի Չակիփաբանով ասած, պատկերավորված երկնային զորքը, հա, եթե իրանց սիմվոլիզմի սկզբնական շրջանում սիմվոլիզմի 3 կերպարներ կային, բուն կենթանի հերոսը դա Աթուլլա Օջալանն էր եւ երկու հերոսներ Մազլում Դողանը եւ Ագիտը, այդ 3 հերոսներն էին, որոնք հանդիսանում էին քրդական պայքարի սիմվոլիկաները, ապա ոնց որ հաջողվեց ստեղծվել նաեւ ավելի լայն մի այդ փաղանգը, որը ուղեկցում է քրդական ազգային շարժումը, ազգային շարժումը այս պայքարի ընթացքում եւ դեռ երկար տարիներ է սնուցելու քրդական ազգային շարժումը։ Սա շատ կարևոր է, գուցե թվա անկարևոր, բայց իրականում դա շատ կարևոր է այդ
դրանց ներկայությունը այսօրվա պայքարի մեջ, իրենց քրդական այսօրվա պայքարի մեջ, եթե վերադառնանք կրկին հայկական ազատագրական պայքարին, ապա Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք էլ ունենք մեր հետ ազգային երկնային զորքի հետ փաղանգը, ջոկատները նախկին հերոսների անուններով են անձինս, չգիտեմ, Տիգրան Մեծ, Զորավար Անդրանիկ, կամ Քերի, կամ Դրո, կամ Նժդե, այդպես։ Այսինքն այդ հերոսները, որոնք այդպես երկինք էին, ներկային նաև այդ օրվա պայքարում։ Եվ ցած իրանք շարունակում են մնալ մեր հերոսները։ Չէ, հիմա նույնն էլ քրդերին հաջողվեց ստեղծել այդ իրանց պաշտելի նահատակների փաղանգը, որը կարևոր է ազգային ազատագրական պայքարի համար եւ շարունակելու է դեռ իրենց կյանքում դա դեր ունենալ։ Չորրորդը կարող ենք նշել, որ իրանց հաջողվեց ստանալ քաղաքական ազգ, եթե մինչև այդ փաստորեն այդքան քաղաքականացված չէին քրդերը, ապա այդ process-ների արդյունքում ստեղծվեց քաղաքական ազգ, որը հանձնառու է իր իրավունքների հետապնդման շուրջ։ Եվ հինգերորդը քրդերեն լեզվի վերազարթոնք, այսինքն կենցաղում կիրառություն, մենք գիտենք, որ մինչև 80-ական թվականները քրդերեն խոսալը համարվում էր քրեորեն պատժելի արարք Թուրքիայի տարածքում, այո։ Այսինքն եթե դու քրդերեն խոսայիր, քեզ կձերբակալեին։ Նույնիսկ ասենք հատուկ լրտեսներ կային, որ մարդկանց այդպես տան մոտ ականջեին տուն տանը ինչ լեզուով են խոսում։ Պատկերացրեք, այդ մինչև 80-ական թվականները այդ վիճակներ, իսկ հիմա նույնիսկ կան թուրքական հեռուստատեսությամբ ընթացող քրդերեն հաղորդումներ, հա, այսինքն հաջողվեց ապահովել քրդերենի մուտքը Թուրքիայի կյանք եւ Թուրքիայի հանրային մշակութային կյանք։ Իհարկե քրդերից բացի ասենք թուրքերը տեն շատ չեն տիրապետում քրդերենի, բայց այնուամենայնիվ քրդերենը գոնե կիրառական լեզու է այսօրվա Թուրքիայի տարածքում, հարավ-արևելյան հիմնականում այդ տարածքներում, եւ եթե օրինակ շրջակայի հետ տարածքներում անպայման կլսեք Դիարբեքիրում, Բայազետում, Մուշում, այդ քրդերեն լեզու։ Եթե դուք գնայիք դա 80-ական թվականները, բնականաբար միայն ընտանիքի ներսում էին կամ բարեկամների շրջաններում էին խոսում այդ լեզվով, հիմա թերթեր, ռադիո, հեռուստատեսություն։ Պարոն Զոհրաբյան, իսկ այն փաստը, որ այդ կուսակցությունը լուծարվեց, դա շատերին կարող է դա թվալ, որ վերջ քրդական հարցը փակվեց Թուրքիայի տարածքում, թե ոնց է լինելու ապագայում այս կուսակցության լուծարումից հետո։ Ասեմ, որ շատերը չգիտեն, բայց սա PKK-ի առաջի ինքնալուծարումը չի։ Իրականում երկրորդ համագումարը, սա 12-րդ համագումարն էր PKK-ի, երկրորդ համագումարն էլ հայտարարել է ինքնալուծարման մասին, բայց հետագայում իրադարձությունները այնպես են ընթացել, դա 82 թվականն է, իրադարձությունները այնպես են ընթացել, որ փաստորեն այդ process-ը կանգ է առել։ Իսկ այդ առաջի ինքնալուծարումը որ թվին է եղել։ 82 թվականին։ Կուսակցության երկրորդ համագումարի ժամանակ, հավանաբար այդ ժամանակվա ինչ-որ իրողություններից ելնելով, բայց փաստորեն process-ը կանգ է առել, հետո վերացվել է։ Հա, 2000-ականներին արդեն Աբդուլլահ Օջալանի ձերբակալումից հետո ինքնալուծարման մասին չհայտարարվեց, բայց փոխվեց անունը Կադակ կուսակցություն, քիչ այլ կերպ էլի անվանվեց PKK-ն, քանի որ ինչի, որովհետև PKK-ն տասնամյակներ շարունակ դեմոնիզացվել է Թուրքիայում, հա, ոնց որ թիվ 1 այդպես թշնամին է եղել, սատանան է եղել, եւ եթե իրանք ուզում են ինչ-որ մի հատ process գնային, նոր process գնային հաշտեցման, ապա գոնե այդ դրոշը կամ այդ դրոշի վրայի անվանումը պետքա փոխեին, որ այն կողմից էլ դա հնարավոր լիներ, ընկալելի լիներ, հա, ոնց որ դժվար կլիներ, ոնց որ տասնամյակներ շարունակ
որպես թշնամի ներկայացող ուժի հետ սկսել զրույց եւ այլն։ Այդ դրանից ելնելով այդպիսի հոլովույթներ ունեցել է անվանման հետ կամ ինքնալուծարման հետ։ Իսկ այս վերջի արդեն ինքնալուծարումը ըստ էության քուրդ որոշ վերլուծաբաններ այսպիսի դիպուկ նկատառում ունեն, որ PKK-ի շապիկը արդեն նեղա քրդական շարժման համար, այսինքն չի համապատասխանում այս ժամանակի տվյալ ժամանակի պահանջներին։ Եկեք հասկանանք, որ PKK-ն ստեղծվել է լրիվ ուրիշ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ու նաև աշխարհում տիրող գաղափարախոսական իրողությունների պայմաններում 70-ական թվականներ կամ 80-ական թվականներ եւ այդ ժամանակվա աշխարհում տարածված էին մարքսիստական զինյալ խմբերը, ըստ դրա նույնիսկ անունը դրա մեջ կա այդ բանվորական կուսակցություն։ Այդ բանվորական կուսակցության մարտիկների անունը գերիլաներ, որ տալիս են իրենք։ Դա հենց մարքսիստական զինյալ խմբերի ինքնանվանումներն են Լատինական Ամերիկայի տարածքում։ Կուբայում, Արգենտինայում գերիլաներ, այդպես են կոչվում։ Հիմա արդեն նոր իրողություններ են եւ այդ նոր իրողություններին եւ նոր ժամանակներին համահունչ պետքա գործել։ Ու այդ պատճառով փաստորեն բայց ինքնալուծարումը ես էլի պետք է հասկանանք, որ PKK-ն ի վերջո սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն չի, հա, բիզնես կառույց չի, որ մի հատ թող ստորագրեցին, լուծարեցին։ Պարոն Զորաբյան, բայց ինչու ինքնալուծարվեցին, որ օրինակ կարային ձևափոխվեն, հայտարարեն, որ հա, զինյալ պայքար ենք մղել, այդ զինյալ պայքարը որոշ արդյունքների գրանցել է, հիմա այսպես ասած դառնում ենք ժողովրդավար հայ, առանց զինյալ պայքարի մասնակցում ենք քաղաքական պրոցեսներին, ընտրություններին եւ այլն եւ այլն։ Ինչու հենց լուծարվեց, կարար իր կյանքը շարունակեր այդ կուսակցությունը, պարզապես փոխելով իր ֆորմատը, ձևաչափը։ Դե ըստ էության այդպես էլ անում էին, եթե այլ ասել դեմ կուսակցությունը, որ Թուրքիայի քաղաքական համակարգում կա, որ առումով PKK-ական ազդեցություն կրում է նրանց շատ այդպես լիդերներին հենց այդ որը կներեք պարոն Զորաբյան, իդեպ այս process-ին բավականին մեծ ազդեցություն ունի, որտեվ նաև իրենք են չէ բանակցում Օջալանի հետ։ Հա, միջնորդի դեր են կատարում այդ հարցում, այսինքն բանի ինքը այսպես թե այնպես մասնակցում արդեն Թուրքիայի քաղաքական կյանքին, հիմա ինքնալուծարումը հենց այդ էր, որ պետքա եթե որոշվել էր ինչ-որ հաշտության process սկսել Թուրքիայի եւ քրդերի միջև, դե պատկերացրեք Թուրքիայի հասարակությունը, որի համար տասնյակներով PKK-ն հրեշային կերպար ուներ, մա Էրդողանն է պետքա որոշում կայացնի, որպեսզի իր վրա մեծ քննադատության սլաքներ չգնան, նա ասում է դե լավ, եկեք պաշտոնապես հայտարարեք ինքնալուծարման մասին, այն որպեսզի ես ընկալելի լինեմ իմ հասարակության առաջ, թե ինչի եմ գնում այսպես քրդական իրավունքների այդպես լայնացման համար։ Եմ իսկ կողմից էլ արդեն ըստ էության լինի այդ անունը թե չլինի, ոչ մի բան չի որոշում քրդական պայքարի մեջ։ Իրանք ուրիշ անունով կարան իրենց գործունեությունը ծավալեն, այնպես որ էական դեր դա չի խաղալու։ Այսպես ասած ժամանակակից աշխարհում հայտնի դարձած այսպես ասած քաղաքական գործարք տերմինով Էրդողանը կիրառեց ինչպես Տրամպն է կիրառում այսօր աշխարհում նույնը քրդերի հետ գործարքի գնաց քրդական հարցի շուրջ։ Կարելի է նաև այդպես ձևակերպել, թե ինչ տեղի ունեցավ, բայց իմ համոզմամբ դա քրդական շարժման ավարտ չի կարելի համարել, որ դրանով քրդական հարցը փակվեց։ Ասեմ ավելին, ըստ հիմա քրդերը գնդակը տեղափոխել են Թուրքիայի դաշտ եւ սպասում են արձագանքի։ Մենք պատրաստ ենք ինքնալուծարվելու կամ զինաթափվելու, արդյոք դուք անում եք այդ հակառակ քայլը, այսինքն քրդերի տեղական ինքնակառավարման իրավունքների կարգավիճակի փոխում, բարձրացում, քրդերեն լեզվի կարգավիճակի հստակեցում,
որովհետև ըստ էության հիմա ենք այդ նույն կարգավիճակն ունի ինչ որ 80-ական թվականներին, հա, որևէ կարգավիճակ չունի քրդերենը կամ քրդերեն լեզուն։ Արդյոք հիմա նոր կարգավիճակ այսօր Էրդողանը հայտարարեց, որ պետք է նոր սահմանադրություն գրենք, արդյոք այդ սահմանադրությամբ պետք է ամրագրված լինի քրդերենի կարգավիճակը, լինի դա որպես երկրորդ պետական լեզու կամ լինի տեղական ինքնակառավարման լեզու։ Շարքային քրդերը ոնց վերաբերվից են այս քայլին։ Շարքային քրդեր ասածը լայն հասկացություն է, որովհետև ինչպես տեսնում եք քրդերը միայն այդպես հավաքված չեն միայն քրդական կուսակցությունների շուրջ, թե նայում ենք իրանք ասում են Թուրքիայի բնակչության, եթե 20 միլիոն ասենք, գոնե 25% է, իսկ դեմ կուսակցությունը հավաքում է քրդական այդ ընտրություններում 10-12% ու ամենաշատը, այսինքն ոչ միայն քրդական կուսակցությունների մեջ են քրդերը ներկա, այլ նաև թուրքական կուսակցությունների մեջ, դե հասկանալ, որ նաև ուծացման process է գնացել այս տարիների ընթացքում, այսինքն երբ որ քրդերը ներգրավել են թուրքական կուսակցությունների մեջ, բայց հրաժարվելով իրանց ինքնությունից, քրդական ինքնությունից կամ չհայտարարելով այդ մասին, որտեղ շատերը քրդական ծագում ունեն, բոլորն էլ գիտեն այդ մասին, ու մասնավորապես ասենք Հական Ֆիդանի համար են ասում, որ ծագումով քուրդ է, եւ այդպես շատ գործիչներ։ Քաղաքականապես կազմակերպված քրդերը, ովքեր որ PKK-ի շուրջ են կազմակերպված, ըմբռնումով են մոտենում այդ մոտեցմանը, հասկանալով, որ այսինքն թերևս այս պարագայում դա պայքարը շարունակելու ձևերից մեկն է, հետագայում ավելի արդյունավետ գործելու համար։ Մի գործոն է կա, որը թերևս նաև քրդերն են հասկանում եւ ինչպես նաև թուրքերը, որը էլի վտանգում է Թուրքիայի միատար պետության այդ գաղափարը, դա քրդերի դեմոգրաֆիական աճն է Թուրքիայի տարածքում, որի հետ նրանք ստիպված են հաշվի նստել։ Իհարկե, եթե արևելյան նահանգներում, այդպես որտեղ հիմնականում թուրքերն են ապրում, այդտեղ մեկ կնոջը այդպես բաժին հանգնում մեկ երեխա, արևելյան նահանգներում մեկին 3 երեխա։ Հիմա Թուրքիայի այդ դեմոգրաֆիական աճը շատ չի տարբերվում Հայաստանից 2.3 ամի կնոջ ծննդաբերությունը երեխայի իմաստով, հիմա այդ էլ է, որտեղ ստացվում է, որ քրդերը ի վերջո դառնալու են վաղ թե ուշ, նաև եթե ոչ մեծամասնություն, ապա անցնելու են 50+1%-ը, հատկապես եթե զարգանան իրադարձությունները այնպես, որ ոչ մեկ չվախենա իր ոչ թուրքական ինքնությունից, հիմա Թուրքիայում ինչպես է, բոլորը թուրք են, բանի օրենքի բոլորը թուրք են։ Լինի հայ, հրեա, հույն կամ քուրդ։ Դա, իսկ եթե այդ ազատությունը եղավ, որ դու քեզ կարաս ինքնաներկայանաս ոչ որպես թուրք, ապա այդ տոկոսը ավելի մեծանալու է, ոչ թուրքերի տոկոսը։ Պարոն Զոհրաբյան, բայց էդի ներկա թուրքական պետականության հիմքերի քանդել չի նշանակում, քանի որ քեմալիստական Թուրքիան հենց ստեղծվել է որպես այդ բուն ազգայնական թուրքական պետական, որտեղ ներկա Թուրքիան պետականությունը այդ հիմքերի վրա է, չէ՞ հիմնված։ Էդիկը ստացվում է, որ թուրքական պետականությունը կազմաքանդվում է, ձևափոխվում է կամ ոնց հասկանանք։ Հա, որտեղ մենք գիտենք, թե իրանց մոտ ինչ ուժեղ նաև ազգայնական հոսքեր կան։ Հաստատ չի, որ նրանք ինչպես կարձագանքեն այս բուն process-ին, որ իրանք միշտ ասել են մենք թուրքերն ենք, պետ Թուրանի ծրագիրը եւ այլն, հետագայում էլ տեսնում են, որ իրանք հաշվի պետք է նստեն քրդերի հետ։ Դե հենց այդ նաև այդ հարցեր կա իր թուրքական հասարակության հետ։ Դրա համար են ասենք փորձում փոխընդունելի որոշումներ գտնել,
Դուք ճիշտ եք, որ քեմալական Թուրքիան ոնց որ հիմնվեց հենց թուրքական ազգայնականության վրա։ Իսլամը շարունակում էր կենսունակ լինել Թուրքիայում, բայց իսլամը քաղաքական աստառ չէր ձեռք բերում։ Մենք գիտենք, որ Աթաթուրքը բավականին մեծ ջանքեր գործադրեց իսլամը երկրորդ պլան մղելու Թուրքիայի։ Քաղաքականությունից հանել է պետական ինստիտուտներից։ Իսկ փաստորեն Էրդողանը նաև Թուրքիան վերադարձրեց քաղաքական իսլամը։ Եվ այսօրվա Թուրքիայի երկու գաղափարական առանցքները դա թուրքական ազգայնականությունն է եւ թուրքական իսլամը, եթե այսպես ասենք, կամ քաղաքական իսլամի թուրքական երանգավորումը։ Հիմա ամբողջ հարցն է, թե ինչպես դուք պետքա կարողանաս նաև քրդական ազգայնականությունը բերել այդ ներկապնակի մեջ այն պարագայում, երբ որ քրդերը ոչ թուրք են, ոչ էլ շատ այդպես իսլամ, հա, այսինքն նույնիսկ իրանց մոտ այդպես ասացված կա, ասում է Գյավուրի հետ համեմատած քուրդն էլ է մահմեդական մուսուլման, այսինքն քուրդը լավ մուսուլման չի։ Հիմա ոնց պետք է անեն, որ բերեն կարողանան այդպես առանց խնդրի երակցեն քրդական ազգայնականությունը այն մյուս սյուների հետ, որտեղ վաղ թե ուշ դրանք իրար հետ մեծ խնդիրների առջև են կանգնած թուրքերը բավականին։ Ճիշտ է, մենք կողքից որ նայում ես որոշակի վիճակը կայունն է, այսպես ասած, բայց այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Իրականում ոչ միայն թուրքերը, այլ նաև ամբողջ մերձավոր արևելքը կանգնած է այդ համակարգչային լեզվով ասած ֆորմատի իրողության առաջ, երբ որ ձևավորվում է նոր մերձավոր արևելք, արդեն նոր ուղղություններից ելնելով։ Եվ քրդական հարցն էլ պետքա դիտարկել այդ համատեքստում, այսինքն նոր ձևավորվող մերձավոր արևելքի համատեքստում։ Այս գործընթացը դրա հետևանքն է ստացվում։ Դա բաներից մեկն է, այդպես դրսևորումներից մեկն է։ Քրդական գործոնը անպայման բավական բարձրացել է մերձավոր արևելքում եւ անպայման նոր անդրադարձ կունենա արդեն նոր ստեղծվելիք մերձավոր արևելքի վրա։ Եթե տեսնում ենք այդ նոր մերձավոր արևելքում քրդական գործոնի ինչ ձև է դրսևորվում իր բարձրացումը։ Հիմա Թուրքիայում մենք տեսանք, որ քաղաքական մեծ մասնակցություն են ունենում քրդերը Թուրքիայի կյանքում արդեն ունենալու են։ Մենք տեսնում ենք, որ Իրաքի եւ Սիրիայի տարածքում քրդերը ունեն ոչ թե զինված զինյալ կազմավորումներ, ըստ էության բանը։ Մի ամբողջ բանակ ունեն։ Եթե հաշվենք քրդական դրոշի տակ գործող զինվորականների քանակը, դա մոտ 200,000 է, թե Սիրիայի եւ Իրաքի զինյալ քրդերին իրար հետ գումարենք 200,000։ Պարզը դրանց ոչ բոլորն են պես ընդհանուր հրամանատարության տակ, բայց դրանք քրդական ուժեր են, որոնք կարող են եւ նաեւ համախմբել։ Պետք է այդ ժամանակ կարան իրար հետ լեզու գտնել։ Հա, այս վերջերս նույնիսկ սկսեցին այդ լեզու գտնելու process-ը, որտեղ թվում էր անհնարին է, բայց հիմա այդ դա տեղի ունենում եւ ասեմ, որ նրանք բավական լայն համագործակցում են նաեւ արևմտյան մի շարք երկրների հետ իրենց բանակը զինելու վարժանքների իմաստով վարժանքներ են անում այդ ուժերի հետ, դրանք բաց աղբյուրներից երևացող տվյալներ են։ Ասենք օրինակի համար Սուլեյմանի, Թալաբանի զորքի հատուկ ստորաբաժանումները մարզում են ամերիկյան։ Պարոն Զոհրաբյան, բայց նույն տվյալ երկրի իշխանությունները ոնց են վերաբերվում նրան, որ օտար ուժերը զինում են իրենց տարածքում ոչ պետական բանակը, այսպես ասած։ Դե որովհետև այդ կենտրոնական իշխանությունները բավական թույլ են։ Իրաքը, Իրաքի կենտրոնական իշխանությունը 100%-անոց վերահսկողություն չունի Իրաքյան Քուրդիստանի վրա։ Պարզը նրանք ընդունում են Իրաքի որպես իրանց Իրաքի մարզ, բայց որպես ինքնավարության լայն ստատուս ունեցող կոնֆեդերացիայի պես մի բան։ Հա, իսկ Սիրիայում ընդհանրապես շատ ավելի թույլ է կենտրոնական իշխանությունը,
Ալ-Ջոլանի կամ Ալ-Շարայի բանակը ավելի իրականացությամբ նույնիսկ ավելի քիչ է, քան քրդական զորախմբավորումները, որոնք հայտնի են որպես Սիրիայի դեմոկրատական ուժեր անվանումով։ Պարոն Զոհրաբյան, իսկ այս քայլը ըստ ձեզ ինչ կտա Թուրքիային այդ հենց նոր մերձավոր արևելքի ձևաչափի մեջ, ինչը որտեղ ոնց հասկանում ենք սա Թուրքիայի համար ոչ թե ներքին հարց, այլ նաև արտաքին է, որ կարողանան նաև մերձավոր արևելքում իրենց դիրքավորեն։ Հիմա Թուրքիայի աշխարհաքաղաքական եւ գաղափարական փնտրտուքի մեջ է, եթե նկատել եք, ու Էրդողանի քաղաքականությունից էլ այրում։ Ինքը երբեմն ներկայացնում է նեո-օսմանական գաղափարներ, ասենք, չգիտեմ, Հալեբը մերն է, Երուսաղեմը մերն է, որը այնքան էլ հաճելի չի ոչ արաբների համար, ոչ մյուսների համար, ովքեր որ օսմանական անցյալ ունեն, որովհետև այդ օսմանական անցյալը նրանց համար իրենց պատմության ամենալուսավոր էջերից մեկը չի հաստատ եւ նա պատկերացնում եք, ասենք արաբները հիմա, ասենք սաուդյան արաբները ժամանակին եղել են Օսմանյան կայսրության մաս, իրանք հիմա իրանք պատկերացնեն նոր նեո-օսմանական Թուրքիայի մաս։ Բնականաբար ոչ։ Հանդես է գալիս թուրանական դիրքերից։ Մենք վերջերս ականատես եղանք, թե ինչպես միջինասիական երկրները ճանաչեցին որ Կիպրոսի իրավունքները հյուսիսային Կիպրոսի նկատմամբ, այսինքն չճանաչեցին հյուսիսային Կիպրոսը, որը մեծ հարված էր այդ պանթուրանիզմի գաղափարին, որպես միակուր թուրքական երկրներ, նույնիսկ Ադրբեջանի հետ որոշակի խնդիրներ ունի Թուրքիան, այդ չասած միջինասիական երկրների։ Պանիսլամիզմի կամ իսլամական առաջնորդի հետ դերի հանդես գալու առումով էլ խնդիր ունի ոչ Մեքքան, ոչ Մադինան, դժվար եմ պատկերացնել, որ Սաուդյան Արաբիան կզիջի սունի այդ իսլամականության դերը Թուրքիային, და Իրանը արդեն որպես շիաների, պես առաջնորդը հանդես գալի, որպես շիական պատվար։ Երբեմն դա բանը Էրդողանը խոսում է նաև եվրոպական ուղղությամբ քաղաքականության մասին, Թուրքիան ներկայացնում է որպես եվրոպական բանով դիրքավորմամբ, բայց բնականաբար շատ մեծ խնդիրներ ունի մարդու իրավունքների առումով եւ Եվրոպայում էլ իրեն տենց գրկաբաց որպես լիարժեք անդամ չեն սպասում, այսպիսով քաղաքական բաների մեջ է, փնտրտուքների, աշխարհաքաղաքական եւ գաղափարական փնտրտուքների մեջ է, որը կարող է այդ ներքին պայթուն առաջացնի, ինչպես ասացի, չէ, քրդական հարցը երակցել քրդական ինքնությունը երակցել այդ թուրքական եւ իսլամական ինքնությունների հետ, որը քան է հեշտ լուծելի հարց չի։ Բայց վերջերս իրանց ազգայնական առաջնորդ Բախչելին ասում էր մենք հազարամյա ընդհանուր պատմություն ունենք քրդերի հետ եւ այլն նույնիսկ հավատ չի գալիս։ Ինքը միֆ է, պատմական միֆ է։ Ոչ մի ժողովուրդ այդքան չի ապստամբ է Օսմանյան կայսրության տարածքում, ինչքան քրդերը։ Ոնց որ դա ամենահաճախ պատահող երևույթներից մեկն էր, ու միջնադարից սկսած մինչև վերջերս, որը բնականաբար արդեն նաև ազդել է ազգային գաղափարախոսության վրա, ազգային ընկալման վրա։ Մի անգամ ասացի, որ այդ քրդական ասացվածքը բախտը ռոմեթանինը, այսինքն թուրքը վստահելի չէ, բավական կենսունական նաև հիմա։ Պարոն Զոհրաբյան, իսկ չեք կարծում, որ համեմատելով այսօրվա քրդերի պայքարը եւ նույն մեր հայերի պայքարը 100-150 տարի առաջ, ինչքանով նրանք ինչքան է հավանականությունը մեծ, որ իրանք կարող են կրկնել մեր սխալները, որտեղ մենք հիշում ենք, որ մենք էլ ենք զինյալ պայքար մղել Օսմանյան կայսրության դեմ, դիմել ենք եվրոպական պետություններին, ստացել ենք որոշ արտոնություններ, բայց թղթի վրա, բայց կյանքի չեն կոչվել նրանք, եւ հետագայում մենք ստացանք ցեղասպանությունը։ Ժողովրդի լեզվով ասած, այս անգամ քրդերը
այդ կուտը կուտեն, թե դաս քաղելով մեր հայերի անցյալից այդ նույն սխալը չեն կրկնի։ Իրականում նաև նմանություններ կան թե հայկական եւ քրդական այդ ազատագրական շարժման թե պայքարի մեթոդաբանության եւ թե այլ առումով, թե գաղափարախոսությունների առումով որոշակի նմանություններ կան, բայց իհարկե տարբերություններ կան արդեն բխող տվյալ ազգերի առանձնահատկություններից։ Ես կարծում եմ, որ եթե չներ առաջին համաշխարհային պատերազմը եւ այդպես անկառավարելի վիճակ չլիներ, հա, ասենք Մերձավոր Արևելքը չկանգներ այդպես նոր ֆորմատի առաջ, հայկական հարցը զարգանալու էր մեզ համար ձեռնատու ուղղությամբ, ուղղակի օգտվելով առաջի համաշխարհային պատերազմի այդ իրողությունից, թուրքերը իրականացրեցին հայոց ցեղասպանությունը։ Դժվար է պատկերացնել հիմա թե քրդական հարցից թուրքերը կարող են ազատվել, միջակայքավոր ազատվել այն մեթոդներով, որով որ ազատվեցին հայկական հարցից, հա, պատկերացնել, որ 25%-ին իրենց բնակչության պետք է ցեղասպանության ենթարկեն, հատկապես եթե հայերի դեպքում հնարավոր էր այդպես գրգռել իսլամական այդպես բաները մոլագարությունը կրոնական հողի վրա եւ ասել հայերը ձեր ճշնամիներն են եւ այլն գյավուրներ են, ապա այդ նույն ձևով դժվար կլինի անել քրդերի հանդեպ, որտեղ մի կողմից իրանք տարանջատված են, բայց նաեւ միասին են, ինչ ձևով պետքա կարողանան կազմակերպել այդ 20-25%-ի ցեղասպանությունը, որ դժվար պատկերացնելի է։ Նույնիսկ հայերի դեպքում դա այդքան չէր հաջողվել, հա, անեի ցեղասպանություն արել են, բայց էլի լինում էին նահանգապետներ, որոնք պատմությունից հայտնի է, որոնք հրաժարվում էին կատարել այդ ցեղասպանական հրահանգները եւ այլն։ Դժվար է պատկերացնել, որ իրանք նույն ձևով կարող են հայերի հետ վարվել, քրդերի հետ վարվել, ինչպես որ հայերի հետ վարվեցին։ Պարզ է, հիմա իրանք անում են ինչ-որ գործողություններ, նաև ռազմական գործողություններ քրդական զինյալ խմբավորումների նկատմամբ, թե հրադադար հայտարարված, բայց չեմ կարծում, թե կարող են այդ աշխանի ցեղասպանական գործողություններ իրականացնել։ Ամփոփելով այս զրույցը, պարոն Զոհրաբյան, ստացվում է, որ այս գործընթացը այդքան էլ չի կարելի ասել, որ պարտություն է քրդերի համար, ժամանակ կարճաժամկետ առումով։ Ես կարծում եմ պարտություն չի, ոչ կարճաժամկետ, ոչ երկարաժամկետ առումով։ Կարճաժամկետ առումով քրդերը ոչինչ չզիջեցին, վերջին հաշվով ինչ են զիջել։ Հայտարարություն են տարածել PKK-ի ինքնալուծարման մասին։ Եթե միջև այդ էլ առանձնապես Թուրքիայի տարածքում զինյալ գործունեություն չէին ծավալում։ Երկարատև ընթացքի առումով հնարավորություն են ստացել Թուրքիայի տարածքում ավելի լայն քաղաքական գործունեություն ծավալել։ Եվ բացի այդ արդեն ձևավորում են Ռոժավա որպես Արևմտյան Քուրդիստանը Սիրիայի տարածքում այն քրդական պետության են մոդելը, որը պետքա իրանք տարածեն նաև այդ մյուս բաների վրա։ Ապագա Քրդստանի մյուս շրջանների վրա։ Կն ավելի լայն ազատություններ են ստացել իրանց գործունեությունը ծավալելու համար, գումարած դրան, ինչպես քիչ առաջ ասացի, ժողովրդագրական աճի, դեմոգրաֆական աճի միտումները, որը ամենաբարձրն է տարածաշրջանում թուրքերի, պարսիկների, մյուսների։ Եվ այդ պատճառով քրդերի հետ ստիպված են հաշվի նստել։ Անշուշտ։ Պարոն Զոհրաբյան, եւ վերջին հարցս, իսկ այս գործընթացի ընդհանուր այդ Մերձավոր Արևելքում կատարվող նաև այդ քրդական գործոնի հետ ամեն ինչի հետևում արևմտյան երկրների ազդեցությունը կա այս process-ի, քանի որ անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Տրամփն էր տարածաշրջանում եւ մեծ հանդիպումներ էր անցկացնում։ Արևմտյան աշխարհը այս գործընթացի մեջ կամ հետևում կա։ Որպես գերտերություն Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարող անմասն մնալ Մերձավոր Արևելքի նոր ֆորմատից, եթե չասենք
որ դա կարող է նաև իր ճարտարապետության մաս լինել, իր կողմից գծվող ճարտարապետության մաս լինել, թե 2000-ական թվականներին, 90-ական թվականներին ինքը այստեղ մտավ որպես ժանդարմ, հա, ասել Իրաքի ռմբակոծությունն մյուս եւ այլն։ Հիմա արդեն ինքը հանդես է գալիս որպես մոդերատոր, միջնորդ այդ խնդիրների լուծման միջոցով։ Հիմնական մոդերատորը կամ այս մերձեցման առաջարկը դե Էրդողանին գալիս է Ամերիկայից, որ ինքը պետքա լուծի քրդական հարցը։ Եթե Էրդողանին մնար, ինքը քայլ չէր անի։ Եթե դա Ամերիկայից եկող, ու չասենք պարտադրանք, բայց ճնշում է, հա։ Ամերիկայի այդ քաղաքականությունը հնարավորություն կտա մեծ այդպես ազդեցություն ունենալ տարածաշրջանում։ Մենք տեսանք, որ վերջերս պայմանագիր կնքվեց նաև Սաուդյան Արաբիայի հետ, երևի այս պայմանավորության պատմության մեջ ամենախոշոր ռազմական գործարքը, այսինքն ինքը պահպանելու է իր ազդեցությունը առանց որևէ մեկի հետ այդպես հակասությունների մեջ մտնելու, թե արաբական, թե իսրայելական, թե թուրքական, թե քրդական եւ թե իրանական աշխարհների վրա։ Իհարկե Իրանը մի քիչ կարծես թե ուրիշ ինքը այդպես մաքուր մերձավոր արևելք չի, թե կմտել էր մերձավոր արևելքի տարածք, բայց մենք տեսանք, որ վերջին հաշվով Իրան այս պայդրությամբ դուրս մղեցին թե Լիբանանից, թե Սիրիայից, գոնե զինյալ կազմակերպություններին, որտեղ գաղափարական ալիքը դժվար է միանգամից հետ մղել, բայց մերձավոր արևելքի այս 5 խաղացողներն են, որ կան, իրանական աշխարհ, թուրքական աշխարհ, քրդական աշխարհ, արաբական աշխարհ եւ իսրայելական աշխարհ կամ արեական պետություն, այս բոլորն էլ այս կամ այն չափով առավել մեծ ազդեցություն կամ ազդեցությունն են հենց Ամերիկա Միացյալ Նահանգների կողմից եւ ինքը շարունակում է պահպանել իր ազդեցության լծակները եւ ավելացնել ազդեցության լծակները այս երկրների վրա հենց մոդերատորական դիրք վերցնելով նաև իրենց հակասությունները լուծելու առումով։ Շնորհակալություն պարոն Զոհրաբյան, բավականին հետաքրքիր զրույցի համար, կշարունակենք հետևել զարգացումներին քրդական հարցի շուրջ, քրդական պայքարի, այսպես ասած։ Հիշեցնեմ հարգելի հայրենակիցներ, որ այսօր մեր հյուրն էր արևելագետ Ապրես Զոհրաբյանը։ Մնացեք BVR-ի հետ, մինչ նոր հանդիպում։